Ոճագիտությունը ներկայացնում ենք սլայդի տեսքով։ Մենք բոլորս միմյանց հետ շփվում ենք մայրենի լեզվով։ Մենք բակում, տանը մեր ընկերների հետ շփվում ենք, այսպես ասած, տնավարի լեզվով, բայց երբ մենք դպրոցում ենք, շփվում ենք մեր ուսուցիչների հետ, դասկետի հետ, տնօրենի հետ, մենք խոսում ենք գրական բառերով։ Ոճագիտությունն ուսումնասիրում է տվյալ լեզվի յուրաքանչյուր նյութական միավորի հնչյուն, բարդ, նախադասություն, իրավության եղանակներն ու արտահայտչական առանձնահատկությունները։ Ոճագիտությունը սովորեցնում է պատկերավոր ու արտահայտիչ դարձնել խոսքը։ Ոչ բառն առաջացել է հունարեն ստիլոս բառից, այն նախապես նշանակել է ցողուն, ծղոտ, ոչ բառը որտեղ եք հանդիպել առօրյա խոսքում։ Առօրյան որտեղ է ծանոթ ոչ բառը։ Արտաքին տեսքի համար երբեմն մարդիկ ընտրում են իրենց ոչ միայն խոսքի ոճը, ոչ միայն խոսելու ոճը, այլ նաև մարդկանց շրջապատում հանդես գալու։ Հագուստի ոճը կարող է լինել, չէ՞։ Հագուստի ոճը Հին ժամանակներում հունների համար ծառայել է որպես գրիչ, որի մի ծայրով գնում էին մոմապատ տակի վրա, իսկ մյուս ծայրով ջնջում։ Հետագայում ոչ ասելով մարդիկ հասկացել են մտքի արտահայտման մի որոշակի ձև, որ հատուկ էր միայն առանձին անհատներին։ Ոճերը դասակարգվում են հետևյալ ձևերով։ Անհատական ոճ, որը հատում է յուրաքանչյուր ստեղծագործողի, բացահայտելով նրա տաղանդը և ստեղծագործական ուղղությունը։ Իրադրական ոճերը պայմանավորված է խոսքային իրադրությամբ և խոսքային միջավայրով։ Ոճերն ըստ գործառույթության խմբավորելիս նախ և առաջ հաշվի են առնվում նրանց գործառական առանձնահատկությունները։ Լավ, շարունակենք, ուրիշով կարող են Գործառական ոճեր։ Գործառական ոճերը բաժանվում են 5 խմբի՝ գիտական, պաշտոնական, հրապարակախոսական, առօրյա խոսակցական և արվեստական։ Գիտական ոճ։ Այս ոճով են գրված ուսումնասիրությունները, մենագրությունները, գիտական հոդվածները, դասագրքերը և այլն։ Այն կարող է դրսևորվել նաև բանավոր, բայց հիմնականում հանդես է գալիս գրավոր խոսքում։ Գիտական ոճով գրված շարադրանքներում կարևոր է խոսքի ճշգրտությունը ու ճշգրտությունը, տրամաբանականությունը, պատճառահետևանքային կապը, որը հաճախ դրսևորվում է լեզվական տարբեր միջոցների գործառույթությամբ։ Գիտական ոճով գրվածքներում լինում են կանոններ, սահմանումներ և բանաձևեր։ Հիմա գիտական ոճով որևէ նախադասություն կարդացեք ձեր դասագրքից։ Գեղարվեստական ոճով գրողի լեզվի զգացմունքի և խուզի լեզու է, որով երբեք տարբերվում է գիտական և պաշտոնական խոսքից։ Գրողը իր խոսքը գունավոր դարձնելու համար չի խնայում ոչ մի միջոց, և քեզ վրա տպավորություն է թողնում իր ստեղծած պատկերներով պատկերավոր բավական է։ Սա գրված է հենց գիտական ոճով։ Մեկ ուրիշ նախադասություն գտնեք արդեն ձեր անցած նախորդ թեմաներից։ Գրականության մեջարակ դասերով հասկանում են նյութական երգ, այլևանձեր, կենտրոններ, բնության երևույթներ, զգացմունքներ, տերություններ, գաղափարներ, օրինակ պահարան, մարդ, երախտություն, նկատող, հերոսություն, լուծան գլորը, առանցքացույց տվողները պատասխանում են ով կամ ինչ հարցեր։ Լավ, բավական է։ Այս տեքստը նույնպես գրված է գիտական ոճով։ Անցնենք ան։ Պաշտոնական ոճ։ Այս ոճերը նշանակում պաշտոնական ոլորտում գործարկող գրականության բոլոր ձևերը, սկսած պետական օրենսդրական ակտերից մինչև գործնական նամակներ և հաշվապահական տեղագրեր, ծառայողական գրականություններ և այլ տիպի փաստաթղթեր։ Պաշտոնական ոճը հիմնականում ավելի ստույգ ոճ է, ստույգ տեքստեր են, և այս տեքստերում հուզականություն առհասարակ չկա։ Հանդես է գալիս տարբերական մոդուլում և հրապարակային ելույթներում։ Հրապարակախոսական ոճը համատեղում է գիտական և գեղարվեստական խոսքի առանձնահատկությունները։ Նրա նպատակն է ազդել ընթերցողի և ունկնդիրների ոչ միայն մտքի ու դատողության, այլև կյանքի, զգացումների ու երևակայության վրա, նրան գործունեել հուզել։ Եթե համոզիչ լինելու համար հրապարակախոսությունները պետք է կառուցված լինեն ճշգրիտ, դատողությունների և փաստերի վրա, ապա ավելի ազդեցիկ և ներգործուն լինելու համար պետք է լինեն արտահայտիչ, պատկերավոր, հուզական։
կարևոր կետերի միավորում։ Եվ արտահայտչականություն է պետք, եւ հուսականություն է պետք հրավառական ոճին, եւ պետք է ճշգրիտ դատողությունների եւ փաստերի հիման վրա լինի խոսքը կառուցված։ Գեղարվեստական ոճ հատուկ են պատկերավորությունը եւ հուսականությունը։ Այն պայմանավորված է գեղարվեստական երկրի ստեղծագործական բնույթով եւ երկրի հեղինակը լեզվական միջոցների որոշակի նպատակագիրը ընտրություն է կատարում։ Գեղարվեստական խոսքը ուղղված լինելով մեծաքանակ ընթերցողների կամ ընկերների կարող է ամբողջ համակարգ մենախոսության եւ երկխոսության ձևով, ընդ որում վերջինիս նպատակը այս դեպքում իրականության ստեղծագործական վերարտադրությունն է։ Շատ է։ Գեղարվեստական ոճ որտեղ է քննվել, որ ստեղծագործությունների մեջ է հանդիպել այս ոճը։ Սպիտակ ձին ստեղծագործությունները կանաչ դաշտը իրենց հարևանի նորվեգիները պատմվածքը այո Գործարարական ոճերն ըստ գործարարության խմբավորելիս նախ եւ առաջ հաշվի են առնվում նրանց գործարարական առանձնահատկությունները լեզվի կիրառական տարբեր ոլորտներում։ Գործարարական ոճերը բաժանում են 5 հիմնական խմբերի՝ գիտական ոճեր, պաշտոնական, հրապարակախոսական, առօրյախոսակցական ոճեր եւ գեղարվեստական ոճ։ Գիտական ոճը արտադրվում է գիտահետազոտական աշխատանքի ոլորտում, գիտական աշխատություններում, դասախոսություններում։ Պաշտոնական ոճը այս ոճով է նշանակվում պաշտոնական ոլորտում գործադրվող գրականության բոլոր ձևեր, սկսած պետական օրենսդրական ակտերից մինչև գործնական նամակներ, աշխատողական տեղանքներ, ծառայողական գրողություններ եւ այլ տիպի փաստաթղթեր։